հասարակության առաջ եկեղեցին ունի պարտավորություն որպես այդպեսին հասարակական ցավերի ժամանակ արձագանքելու, թե այնուամենայնիվ լռությունը կարելի է համարել աղոթք եւ հանուն հասարակության։ Եկեղեցին ու հասարակությունը առանձին բան չեն։ Հասարակությունը նույն եկեղեցին է։ Իսկ եթե մենք այստեղ եկեղեցի բառի նկատում ունենք հոգևորական դասը, նշանակում է, ուրեմն հասարակությունը հոգևորական դասի զավակն է, ինչպես որ սկզբից ասեցի։ Իսկ ինչ եք կարծում, ծնողը զավակի ցավերին արձագանքելու իրավունք ունի։ Ոչ միայն իրավունք, այլև պարտավորություն։ Ապրես։ Եվ դա ոչ թե գալիս է իրավունքից կամ պարտականությունից, դա գալիս է կեցությունից, զգացումից, որևէ ծնող իր զավակի ցավին արձագանքելու համար ոչ իրավունք է հարցնում, ոչ պարտականություն, ապրումով է մոտենում։ Եվ եթե ապրումներով մոտեցումները երբեմն զավակները լավ չեն ընկալում եւ ավելի վնասվում են, այո, երբեմն ծնողը լռում եւ լուր աղոթում է։ Բայց չի նշանակում, որ ինքը լռում է ընդմիշտ, այլևս չեմ բարձրաձայնելու։ Լուր աղոթում է եւ աղոթքի ժամանակ աղոթքը միայն խոսք չէ։ Հա, աղոթքը արդեն գործ է ու գործունեություն է, խնամք է։ Եկեղեցին դրանով զբաղվում է, այդպես անում է, հա, հոգևորականաց դասը, հայոց եկեղեցու հոգևորականաց դասը արդեն իսկ իր մեկնարկից մինչև այսօր հազարավոր տարիների անցած ճանապարհով բազմիցս ապացուցել է եւ աշխարհին եւ հայ ժողովրդին, որ ձեր արունն ու իմ արունը նույնն է, եւ որտեղ դու արունը սեղե, իմ արունն է հեղվե, որտեղ արտասուք ես թափի, իմ արտասուքն է թափվե, որտեղ դու խնդություն ես ապրե, դա իմ խնդությունն է եղել նաեւ։ Մենք իրար հետ ենք կիսե թե պարտությունները եւ թե իրար հետ ենք կիսե, միասին ենք կիսե թե հաղթանակների բերկրանքը։ Գոնե հայ եկեղեցու վերաբերյալ հարկավոր է մեր հասարակությունը իմանա, որ հասարակություն եւ եկեղեցի տար անջատում չպետք է լինի։ Ուրեմն հասարակությունը ընդհանուր եկեղեցին է, որ իր մեջ մի խումբ կա, որը կղերականներն են, հոգևորականներն են, իբրև առաջնորդություն կազմակերպումներ, մյուս խումբը զավակները։